այսօրվա մեր թեման շատ արդի ու ակտուալ թեմա է, շատ ծավալուն թեմա է, ինչ ես կարծում, ինչ դուրս կգա վերջում։ Մենք այսօր այնպիսի թեմայի մասին ենք խոսելու, որ մարդիկ ուղղակի հեռուստացույցներից այն կողմ իրենց օրվա մեծ մասը չեն պատկերացնում։ Համաձայն եմ։ Եվ մեր այսօրվա թեման սերիալներ, սիթքոմներ եւ ամենակարևորը ֆիլմեր եւ թատրոններն են։ Այո, օրինակ դու ինչ ես կարծում ներկայիս դրությամբ սերիալները ունեն ինչ-որ իմաստ, ինչ-որ բան ներկայացնում են իրենցից։ Հիմա իմ կարծիքով ներկայիս ժամանակներում հիմա կան սերիալներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ուղղակի անիմաստ զբաղմունք։ Իմաստ չներկայացնող բառեր են իրար հետևից ասում։ Այսինքն սերիալը առհասարակ ֆիլմը պետք է լինի մարդուն ինչ-որ բան սովորեցնող, ինչ-որ բան ասող, պետք է մեսիջ լինի մարդու համար։ Օրինակ հեռուստացույցը միացնում ես, ինչ-որ սերիալ է գնում, նստում նայում ես դրանք բառերի շարան են ուղղակի։ Իրար հետևից կրկնվող բառերի շարան են։ Ոչ մի իմաստ, ոչ մի գաղափար, այսինքն ոչ մի գաղափար չեն կրում։ Ինչ-որ, չգիտեմ, ես չեմ նայում սերիալներ, տանը նայում են հեռուստացույցով, ու ես մեկ-մեկ զարմանում եմ, ոնց։ Որովհետև ուղղակի անկապ, անիմաստ, դատարկամտություն, դատարկ բառեր են իրար հետևից ասում, այդքանը։ Որովհետև մարդկանց հիմնականում հենց դա է հետաքրքիր, այսինքն մարդիկ սիրում են ինչ-որ ինտրիգներ, ինչ-որ մարդասպանություններ, դաժանություններ, ինչ-որ անիմաստ բաներ, լացուկոտ։ Հա, իրանց կյանքը լցնում են այդ անիմաստ բաներով։ Նրանք նստում են սեղանի շուրջ ու սկսում են խոսել։ Տեսար այս սերիալում այն մարդը իրեն սպանեց։ Վայ, այն իրա սիրածներ։ Ու մեր գլուխը լցնում ենք այդպես դատարկամիտ բաներով, որ չպիտի լինի ուղղակի։ Դե հա, օրինակ օտար երկրներում, երբ որ ցուցադրում են ինչ-որ սերիալներ, իրանք ինչ-որ իմաստ ունենում են իրանց մեջ։ Օրինակ, երբ որ ես նայում եմ սերիալներ, հասկանում եմ, որ ես չունեմ դաստիարակվելու եւ կրթվելու ինչ-որ բան այդ սերիալներից։ Իմ կարծիքով նաեւ հիմա ամեն ինչ սերիալներում արժեզրկված է։ Ինչի՞։ Ես այդպես եմ մտածում, արժեզրկված է, կան արժեքներ, որոնք այդ սերիալներում մենք չենք տեսնում։ Օրինակ հայրենիքի նկատմամբ, չգիտեմ, սիրած տղայի, սիրած աղջկա, մոր, հոր, թե ոնց են խոսում մոր հետ, ոնց են խոսում ընտանիքի անդամների հետ, ու այդ ամենը լսում է երեխան, լսում է, չգիտեմ, դեռահասը, ու իրանց ուղեղը լցնում են այդպես դատարկ բաներով, այսինքն սկսում են մտածել սխալ ուղղությամբ։ Մարդկանց ֆանտազիան է, էլի որ ընդհանրապես չափսահման չունի, ու անգամ եթե ցուցադրվում է դեռ անպայման գերակշռող մասը դա նեգատիվությունն է։ Համաձայն եմ։ Այո, օրինակ երբեք չեմ կարող համեմատեմ սիթքոմներն ու սերիալները իրար հետ, որովհետև սիթքոմները ավելի հետաքրքիր, ավելի ուրախացնող, ավելի ծիծաղելի են, քան օրինակ սերիալները։ Սերիալներում նույնիսկ կա այսպես ինչ-որ նեգատիվություն, որը անպայման անխոս կա ու ցուցադրվում է։ Իսկ այս սիթքոմներում էլի որ կան ինչ-որ վեճեր, վիճաբանություններ, որոնք ծիծաղելի են թվում։ Այո, օրինակ սերիալները մեր երկրում այնպիսին են, որ մեր հասակակիցները, նույնիսկ փոքրերը, չեն հասկանա դրանց իմաստը։ Իմ համար ներկայիս դրությամբ ամենառեյտինգային ու ամենանայվող բաներից մեկը դա սիթքոմներն են, որոնց նայելուց հաստատ չես օգնի։ Ես էլ եմ շատ սիրում սիթքոմներ նայել, ազատ ժամանակ իհարկե։ Սիթքոմներից կառանձնացնեմ Full House-ը։ Կերպարներին բոլորին առանձնահատուկ ու յուրովի եմ սիրում։ Չեմ ուզում ինչ-որ մեկի առանձնացնել, ուղղակի այնտեղի այդ Full House-ի միջավայրը, դերասանական կազմը, խաղը, այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ ու ճիշտ է արված, դրա համար
իրոք Full House-ի ռեյտինգը շատ բարձր է ու չի հնանում Full House-ը, ու մինչև հիմա նայում են ու ինձ թվում է դեռ կնայեն։ Մենք էլի ունենք սիթքոմներ, որոնք որ իրոք հետաքրքիր են, որոնք որ իրոք լավն են, բայց Full House-ը մի քիչ ավելի ուրիշ, ավելի հետաքրքիր ու մեր մանկության ինչ-որ մի հատվածն է։ Իսկ այ օրինակ դու կինոներից ո՞րն ես նախընտրում, մեր հիմիկվա ժամանակների ֆիլմերը, թե այն սովետական հին ֆիլմերը, որոնք որ շատ ուսուցողական էին, որտեղ կային մեզ շատ հայտնի դերասաններ, ֆիլմեր։ Ես միանշանակ նախընտրում եմ մեր հինը, նախ ուզում եմ սկսել Համո Բեկնազարյանից, կինոյի հիմնադիր, ով ստեղծեց կինոն, այդպես կարելի է ասել, Համո Բեկնազարյանը, եւ բացեց ճանապարհ շատ շատերի համար։ Ես ընտրում եմ հինը, մեր Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, նրանց խաղը ուղղակի չես կարող համեմատել մեր հիմիկվա դերասանների հետ։ Ման, բայց արի վերհիշենք մեր հին, բարի եւ լավ դերասաններին։ Եվ չմոռացվող։ Ում գիտես։ Վարդուհի Վարդերեսյան, Կարպ Խաչվակյան, Արմեն Ջիգարխանյան, Աշոտ Ղազարյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, եւ ինչու ոչ Երվանդ Մանարյան, Խորեն Աբրահամյան, Գալյան Նովենց եւ այլոք, որոնք որ նույնպես շատ մեծ դերակատարում են ունեցել մեր կինոյի եւ թատրոնի ոլորտում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ մարդկանց պետք է հիշել, պետք է մեծարել։ Նրանք մեր արժեքներն են, որ պետք է միշտ հիշվի մինչև կյանքի վերջ։ Մհեր Մկրտչյանը ուրախ եւ տխուր մարդ է։ Իրականում ինձ բախտ է վիճակվել խաղալ Սունդուկյան թատրոնում մեկ անգամ մեծ բեմում եւ այնտեղ վարակույրի հոտը, հին պաստառների այդ նկարների մեջ իրենց հոտը, իրենց այդ ամեն ինչը մնացել էր հավատա։ Ու ես մեծ պատվով էի քայլում այդ բեմի վրայով, որովհետև զգում էի ու գիտեի, որ այդ նույն բեմի վրա քայլել ու խաղացել են Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Սոս Սարգսյանը եւ նրանց հոտը դեռ այդ հին բեմի փայտերի տակ մնացել էր։ Իրականում դա շատ հպարտանալու բան է, որովհետև իրոք դու մեծ պատիվ ես ունենում քայլել այնտեղ եւ դերասանություն անել այնտեղ, որտեղ որ ժամանակին իրենք են արել։ Եվ ես միանշանակ վստահ եմ, որ նրանց տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել։ Միանշանակ։ Չեմ ուզում ասել զբաղեցնել, քանի որ նրանց տեղերը դեռ ապրում են ու ապրելու են։ Նրանք չպետք է մոռացվեն։ Նրանք, նորից եմ կրկնում, մեր արժեքներն են։ Ախր Մհեր Մկրտչյանի խաղը, նրա երբ նա տխուր էր, բայց ժպտում էր ֆիլմերի ու խաղերի ընթացքում, միշտ ժպտում էր։ Մհեր Մկրտչյանը չէր խաղում, Մհեր Մկրտչյանը ապրում էր։ Ես ուղղակի չգիտեմ, այդ մարդուն բառերը շատ քիչ են նկարագրելու համար, կոնկրետ Ֆրունզիկ Մկրտչյանին, կոնկրետ իրան շատ քիչ են բառերը նրան նկարագրելու համար, նաև նա շատ տխուր կյանք է ունեցել, շատ դաժան կյանք է ունեցել, ու ինքը ինչքան էլ որ ժպտար, մեկը իր աչքերից այդ տխրությունն ու թախիծը մեկը այրևում էր ու կար։ Իհարկե, Խորեն Աբրահամյանի լուռ ու հպարտ հայացքը, ուժեղ հայացքը։ Մենակ ես երբեք չեմ մոռանա Արմեն Ջիգարխանյանի դերը Գիքոր ֆիլմում։ Հա, նրանց տեղը ուղղակի զբաղեցնելը անհնար է։ Իրական դերասանները ընդհանրապես պետք է ապրեն իրենց դերով, այլ ոչ թե ուղղակի դեր մատուցեն, ֆիլմ մատուցեն, տեսարան մատուցեն։ Իհարկե, միանշանակ։ Եթե մարդ ուզում է ստացված դեր ունենալ, ինքը պետք է ուղղակի ապրի այդ դերով։ Դա ամենակարևորներից է հենց իրական դերասանի համար։ Հիմա շեշտը դնենք թատրոնի վրա։ Հիմա մի շատ ցավալի բան եմ ասելու։ Երբ ես գնում եմ թատրոն ներկայացում նայելու, օրինակ այնտեղ կան 300 նստարան, 300 նստարանի նստած են ընդամենը 10-15 հոգի։ Դա ինձ համար շատ ցավալի է։ Նաև դա շատ վիրավորական է խաղացողների համար, այդ ամեն ինչը մատուցողների համար, հասցնողների համար։ Ես չեմ հասկանում, որ ասում են, դե ժամանակ չունենք, ոնց գնանք նայենք օրինակ։ Դա ժամանակի հարցը չի ախր։ Դա
չգիտեմ, դա արվեստ է, որ պետք է յուրաքանչյուր մարդ գոնե մի քիչ իրեն թույլ տա դա ու գոնե մեկ անգամ գնալ ու ինչ-որ ներկայացում նայել։ Ֆիլմերի համար մարդիկ ժամանակ ունեն, բայց ուսուցողական, հետաքրքիր, թատրոնի համար Որովհետև չունեն։ մենք չենք սիրում այդ ամեն ինչը։ Մենք չենք սիրում ճիշտ բաներ, չենք սիրում, որ ամեն ինչ ճիշտ է գնում։ Մարդիկ կան տալիս են թատրոնի անունը, թե ինչքան դերասաններ կան, ովքեր որ խաղացել են թատրոնում, ովքեր որ խաղացել են ֆիլմերում, բայց հենց այդ նույն մարդիկ ներկայացման ժամանակ չեն ունենում։ Չնայած որ ասում են, որ ներկայացումները թատրոնը շատ կարևոր են։ Դա ինձ համար հոգևոր սնունդ է, հոգևոր հաց է, որ չգիտեմ, ախր չի կարելի էլի, մի քիչ շատ վիրավորական է դա։ Ոնց կարելի է ժամանակ չհատկացնել արվեստին։ Շատ կլինեն մեզ նայողներ, ովքեր կասեն, խոսում են սենց, բայց երևի իրանք ներկայացում նայած չկան, կամ չգիտեն այդ ինչա։ Իրանց ասելու բան չունեմ ուղղակի, բայց շատ կլինեն այդպիսի մարդիկ, վստահ եմ։ Կան իրոք այդպիսի մարդիկ, ովքեր որ միգուցե չարտահայտվեն, բայց իրենց մտքում խոսեն դրա մասին։ Իմ համար ներկայացումների եւ ֆիլմերի մեջ լիքը տարբերություն կա։ Թատրոնի ներկայացումների եւ ֆիլմերի տարբերությունը այն է, երբ թատրոնում բեմականացումների ժամանակ մարդիկ ցույց են տալիս իրական էմոցիաներ։ Դու նստած նայում ես ուշադիր իրենց եւ նայում ես իրենց բնական խաղը, որը կարծես իրենք հենց այդ իրավիճակը ապրում են։ Իրանք բավականին դժվար գործ են անցնում, քանի որ լարվածություն բնականաբար թատրոնի ճանապարհը շատ փշոտ ու բարդ ճանապարհ է, շատ իրանք կարան նույնիսկ ընթացքում մոռանան բառերը, բայց այնքան պրոֆեսիոնալ լինեն, որ ինչ որ մի բառ իհարկե մի փոքր ուրիշ ձև ասեն կամ չասեն, այլ ինչ որ գործողություն ցույց տան։ Իսկ օրինակ ֆիլմերում, սերիալներ նկարահանումների ժամանակ մարդիկ սահմանափակ են։ Դու չես տեսնում կան, որ չես օրինակ ֆիլմերի ժամանակ մի քիչ շատ sense ծիծաղալու կլինի, երբ որ նայես կամերային ու սկսես գոռալ, կռիվ անել։ Դե հա։ Իսկ թատրոնում դու այդ քո ներսինը ցույց ես տալիս։ Մենք սերիալներում եւ ֆիլմերում չենք տեսնում մարդկանց հստակ իրական էմոցիաներ, չենք տեսնում մարդկանց իրական խաղը, քանի որ ինչ որ սերիալներ կամ ֆիլմեր նկարահանելը ինքը ստոպ տալով է լինում։ Դու քո սցենարն ասեցիր 2 րոպեվա ու տենց անցավ գնաց, իսկ թատրոնի դերասանները իրանք ապրում են այդ խաղը ու չեն կարող ասեն մի հատ ստոպ կտակ բառերս մոռացա։ Օրինակ ես գիտես բժիշկներն ու թատրոնի դերասանները նրանք նման են իրար։ Բժիշկները մարդուն բուժում են ֆիզիկապես, իսկ դերասանները, թատրոնի դերասանները հոգեպես։ Կպնում են մարդկանց սրտերին, խոսում են մարդկանց փոխարեն։ Իսկ բժիշկները նրանց բուժում են ֆիզիկապես, իսկ դերասանները հոգեպես։ Ես այդպես եմ կարծում։ Իրոք թատրոնը մեր համար շատ կարևոր է։ Ես չեմ կարծում, որ կլինեն թատրոնում այնպիսի դերասաններ, որոնք որ ուղղակի կխաղան իրենց դերը։ Ես կարծում եմ, որ եթե մարդ զգալով խաղա, զգա իր խաղընկերոջը, ես միանշանակ վստահ եմ, որ ամեն ինչ իրոք իդեալական կընթանա։ Ես վերջին անգամ թատրոն գնացել եմ եւ բեմականացում նայել եմ մի տարի առաջ, ու որ հիմա մենք այս թեման խոսում ենք, իմ մոտ անկախ իրավիճակից ցանկություն է առաջանում, որ ես գնամ ու բեմականացում նայեմ։ Եվ ես մեծ հույսով եմ, որ մեզ նայողների մոտ էլ այդպիսի զգացողություններ կառաջանան եւ նրանք էլ կուզեն ժամանակ հատկացնել արվեստին եւ հոգեվոր սննդին։ Բայց արի չմոռանանք, որ թատրոնը եւ բեմականացումները ամեն մեկի խելքի բանը չի։ Իհարկե, պետքա լինի մարդու մեջից, մարդու ներսից։ Ինչքան մարդը խորն է, այդքան ավելի հեշտ է ինքը ընկալում, ավելի խորն է գիտակցում ու ավելի լավ է հասկանում տվյալ։ Այսինքն, հա, այդպիսի մարդիկ, թատրոնի մարդիկ, ինչ որ բան ունեն աշխարհին ասելու, ինչ որ հասցնելու բան ունեն, ու իրանք այդ ամեն ինչը անում են թատրոնի միջոցով։ Այդ իրենց ներսինը դուրս են հանում այդ ամեն ինչի միջոցով։
Մենք հիմա ունենք լավ դերասաններ, ովքեր որ նույնիսկ խաղում են թատրոններում։ Իհարկե ունենք։ Ես կարող եմ նշել անգամ Արթուր Կարապետյանը վաստակաշատ ու վաստակավոր, Ռուզաննա Հախնազարյանը, որոնց ինձ բախտ է վիճակվել 3 շաբաթով ճանաչել ու 3 շաբաթ անընդմեջ առավոտից մինչև երեկո աշխատել նրանց հետ։ Այդ առումով ես մի քիչ գլուխս բարձր եմ քայլում, որովհետև հպարտանալու բան է, իհարկե։ Եվ Արթուր Կարապետյանը նրանից սովորել եմ վայելել պահը, որսալ պահը թատրոնում ներկայացում խաղալուց, վայելել պահը ուղղակի։ Արթուր Կարապետյանը մեզ մի բան ասեց, վերջում արդեն որ ներկայացմանը մնացել էր մի կես ժամ, որ պետք է արդեն բարձրանայինք մեծ բեմ, խաղայինք, մեզ շատ մարդիկ են նայում, հավաքեց մեզ մի սենյակում ու ասեց. մենք մի խումբ ենք, բայց այդ խմբում բոլորը ունեք ձեր դեմքերը։ Ու այդպես մենք իրար հաջողություն արեցինք։ Ըստ թվում է այդ խոսքը դու միշտ հիշելու ես ու դա դառնալու է ինչ-որ մոտիվացիա։ Ես վստահ եմ, որ հենց այդ պահին էլ քո համար դա դարձավ մոտիվացիա, ինչ-որ ուժ, նույնիսկ գիտեմ, որ առաջի թատրոնը եղել է շատ հին Հունաստանում։ Կարծեմ Ելիզաբեթյան թատրոն է կոչվել, բայց ցավոք Ելիզաբեթյան թատրոնը քանդվեց եւ կառուցվեց Գլոբուս թատրոն անվանմամբ։ Երբ որ թատրոնը ամբողջ աշխարհում սկսեց իր նոր ճյուղը, իր նոր ճանապարհը, նույնիսկ կնոջ կերպարը այնտեղ խաղում էին տղամարդիկ, հագնում էին տարբեր դիմակներ, հագնում էին ինչ-որ այնպիսի զգեստներ, որոնք որ բնորոշ կլինեին կնոջը, քանի որ այդ տարիներին կինը չուներ այնպիսի իրավունք, որ կարողանար խաղալ թատրոններում, ֆիլմերում, Չնայած այն ժամանակ մենակ թատրոններն էին, բայց դե հա, маш ճիշտ ես, ես էլ եմ համաձայն քո հետ, բայց մենք անցանք այդ ճանապարհով ու հիմա հասել ենք նրան, որ թե կինը, թե տղամարդը խաղում են թատրոնում, նկարահանվում են տարբեր ֆիլմերում, սերիալներում, այսինքն այդ արգելքը արդեն այդ շղթան, որ այսպես քանդվեց։ Որովհետև այդ ժամանակ կանայք մենակ իրավունք ունեին տունը պահելու, երեխաներ կերակրելու, հագցնելու, իրենցը միայն տնային գործերն ու պայմաններն էին, բայց հիմա մենք հասանք այն գագաթնակետին, որ թե տղամարդիկ, թե կանայք արդեն իսկ իրավունք ունեն խաղալ թատրոններում, խաղալ սերիալներում, սիթքոմներում, ֆիլմերում եւ այլն։ Իհարկե։ Դու ունես այնպիսի ճանաչված դերասան հին ժամանակներից, ում կարող ես համեմատել մեր ներկայիս դերասաններից, որևէ մեկի կամ հենց դերասանների հետ։ Իրականում հին ժամանակներից կնշեմ միմիայն Ֆրոսիկ Մկրտչյանին, բայց կներես չեմ կարող համեմատել մեր հիմիկվա դերասանների հետ։ Իսկապես ոչ թե հիմիկվա դերասանները չունեն այդ տաղանդը, իհարկե ունեն։ Կարողանում են մատուցել, կարողանում են այդ մեսիջը մարդուն հասցնել, բայց ինչը վերաբերվում է համեմատելու եւ չհամեմատելու հետ, ես անկարող եմ համեմատել Ֆրունզիկ Մկրտչյանին, այդ մեծությանը համեմատել մեր հիմիկվա դերասանների հետ։ Չեմ կարող ուղղակի։ Իրոք շատ ճիշտ ես ասում, բայց բացի Ֆրունզիկից մենք ունենք էլի տաղանդավոր շատ դերասաններ, որոնց համեմատելը, այսպես ասած, մեղք կլինի, բայց արի չմոռանանք, որ մենք ներկայում ունենք էլի դերասաններ, որոնք որ իրոք փայլում են, ովքեր որ իրոք ունեն այդ տաղանդը իրենց մեջ։ Ներկայիս ժամանակների լավագույն դերասանները։ Խորեն Աբրահամյանը եւ Խորեն Լևոնյանը։ Ինչ որ նմանություն գտնում ես իրենց մեջ։ Իրականում այո։ Խորեն Լևոնյանը գնալով նմանվում է իր պապիկին, թե իր այսպես կեցվածքով, իր ծիրքով, քայլվածքով, թե իր խաղով, իրոք նմանվում է գնալով իր պապիկին, ինչը շատ ուրախալի է եւ գովելի։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք եւ ունենք այնպիսի դերասաններ, որոնց որ մի օր մեր սերունդը եւ
այն ժամանակների սերունդը հաստատ չի մոռանա։ Մարի մեր այսօրվա թեման ավարտենք հայտնի հարսնացուն հյուսիսից ֆիլմի Երևան Մանարյանի խոսքերով, քանի որ այսօր երկուսս էլ կոստյումով ենք։ Կոստյումն է, որ պետք է գեղեցկացնի մարդուն։ Հա, ճիշտ ես ասում։